Ողջույն, Ռեոփնի եթերում ամփոփում ենք հոկտեմբերի 13-ը։ Շարմ էլ Շեյխում կարճատև զրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրանց է միացել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Ալիևի հետ ջերմ ողջագուրվել է Փաշինյանի ձեռքը սեղմել, մինչև վերջերս Հայաստանի գոյությունը չճանաչող երկրի ղեկավարը։ Ամփոփելով հոկտեմբերի 10-ից 13-ը օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ոստիկանությունից հայտնել են, որ բացահայտվել է 223 հանցագործություն, 35-ը վերաբերում են թմրանյութերի հայտնաբերման, 22-ը մարմնական վնասվածք պատճառելու, 10-ը անձնական ունեցվածքի գողության դեպքերին։ Ելիսեյան պալատը հայտարարել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը, բայց հնարավոր է, որ վերանշանակված լկորնուին այս անգամ եւս աշխատել չհաջողվի։ Ծայրահեղաչերն էլ ուզում են Մակրոնին իմպիչմենթի ենթարկել։ Քնեսեթում Թրամփի ելույթի ժամանակ երկու պատգամավոր փորձել են ընդհատել Միացյալ Նահանգների նախագահի ելույթը ցեղասպանություն գրությամբ պաստառ բարձրացնելով, սակայն նրանց արագ հեռացրել են հրեական պետության խորհրդարանից։ Պակիստանի եւ Աֆղանստանի միջև սահմանային բախումները հանգեցրել են տասնյակ զոհերի։ Պակիստանը հայտնել է 23 զինվորի, իսկ Թալիբանը 9 մարտիկի մահվան մասին։ Ընդ որում յուրաքանչյուր կողմ պնդում է, որ հակառակորդը կրել է ավելի մեծ կորուստներ։ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտարարել է, որ ստեղծել են Արցախն իմ սրտում բարեգործական հիմնադրամ, նպատակ ունենալով թեթևացնել բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրները։ Իսկանդարյանն ահազանգել է, որ շատ արցախցիներ կանգնած են փողոցում հայտնվելու վտանգի առաջ։ Առաջիկա 5 օրերը Հայաստանում կանցնեն առանց տեղումների, իսկ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հոկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում այսօրվա համեմատ կբարձրանա 5-ից 8 աստիճանով։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Մինչև վաղը։